Պարոն Փաշինյան, ձեր քաղաքական հակառակորդները, ովքեր Ռուսաստանի Դաշնության հետ ինչ-որ ձևով կապ ունեն, ձեր թիմակիցները իրենց անվանում են ԿԳԲ-ի գործակալ կամ առնվազն ակնարկում են։ Վերջերս հրապարակվեց փաստաթուղթ, որից երևում է, որ ձեր եղբայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Ինչու է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, արդյոք դուք հանձնարարել եք օբյեկտիվորեն, ինչպես որ ԱԱԾ-ին հանձնարարում եք սատանաներ որսալ, հանձնարարել եք ուսումնասիրել ինչու է այնտեղ աշխատել, ինչ գործունեություն է ծավալել, գուցե նա ևս ԿԳԲ-ի գործակալ է։ Վերադառնալով Արամ Հովհաննիսյանի հետ կապված հարցին, Արամ Հովհաննիսյանի որդի Հրաչյա Հովհաննիսյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով մասնակցելու է ընտրությունների պատգամավորական, եւ սա նշանակում է, որ առնվազն այս ընտանիքը ի նպաստ ՔՊ-ի աշխատելու է ընտրությունների։ Մամուլում տեղեկություններ կան, հրապարակվել են ուսումնասիրություններ, ըստ որի Արամ Հովհաննիսյանի որդին համայնքային հող է օտարել։ Եվ հակափաստարկ ուսումնասիրություն չի եղել, առնվազն պետական կառույցները չեն ուսումնասիրել եւ հակափաստարկ չի ներկայացվել։ Այս առումով ձեր բզելը որքան կապ ունի այս իմ հարցի հետ եւ իհարկե ձեզ ինչպես հասկացա հաճելի չէ, երբ անձնական բնույթի հարց հնչեց, բայց ես այլ կոնտեքստում եմ ուզում ձեր եւ Տիկին Հակոբյանի ամուսնալուծության հարցը տալ։ Նախկինում դուք քաղաքացիական կյանքով եք ապրել, այսինքն քաղաքացիական ամուսնություն է եղել, առնվազն գրանցված չի եղել։ Եվ Աննա Հակոբյանը ապրել է կառավարական ամառանոցում։ Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ տալիս է, որ քաղաքացիական կյանքով ապրող ամուսինները միասին գտնվեն կառավարական ամառանոցում եւ պետական բյուջեի միջոցների հաշվին այնտեղ ապրեն։ Շնորհակալ եմ։ Օրենքի հետ կապված թող իրավաբանները բարձաբանեն։ Ուրեմն դուք կարող եք հարցում անել եւ պատասխան ստանալ։ Ընդհանրապես պետական իշխանության համակարգում, կառավարության համակարգում գործում է աշխատանքային խումբ, ով պաշտոնյաների հնարավոր ոչ օրինական, ոչ իրավական գործողությունների վերաբերյալ հրապարակումները ուղարկում է իրավապահ մարմիններին։ Բացառված է, որ մեր իրականության մեջ որևէ պաշտոնյայի կողմից ապօրինություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն լինի եւ դա համապատասխան մարմինների կողմից քննության չարժան։ Դրա համար ոչ հանձնարարության կարիք կա, այդ հանձնարարությունները շատ վաղուց տրվել են եւ ինստիտուցիոնալ ձևով այդ բոլոր հարցերին անդրադարձ է կատարվում։ Ինչ վերաբերվում է իմ եղբայրը 90-ականների երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետության 100,000-ավոր քաղաքացիների նման արտագաղթել է Հայաստանից եւ ապրել է Հայաստանում։ Իմիջիայլոց այդ թեման քանի որ շատ է շոշափվում նաեւ, ասում են, որ ընտրությունների ժամանակ Ռուսաստանից մարդկանց են բերելու եւ այլն եւ այդպես շարունակ, որ մեր դեմ քվեարկեն, նույնիսկ կոչեր են հնչում, որ չգիտեմ օրենսդրական փոփոխություններ արվեն, դա այլ թեմա է, բայց ես համոզված եմ, որ եթե այդ խաղովակով մարդիկ գալու են, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որովհետև նրանք չեն կարող քվեարկել իրենց արտագաղթի օգտին, նրանք կարող են քվեարկել իրենց ներգաղթը ապահովելու օգտին մի երևույթ, որը 2025 թվականին արդեն իսկ սկսվել է։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար